Առանց Պետրոսի։ Սիրելի լոռեցիներ, սիրելի վանաձորցիներ, տիկնայք և պարոնայք։ 2010 թվականին ես սովորում եմ քաղաքական դասընթացների Մոսկվայի դպրոցում։ Ինձ հետ այդ դասընթացներին մասնակցում էր Կալուգա քաղաքից մի պաշտոնյա։ Իմանալով, որ ես Հայաստանից եմ, մոտեցավ ինձ ու հարցնում, ասում է, ինձ կասես Տաշիրն ինչ է։ Ես բացատրեցի, ասեցի, որ Տաշիրը մի հրաշալի տարածաշրջան է, մի հրաշալի քաղաք Հայաստանի Լոռու մարզում։ Ու հարցրեցի, ասի, բա ինչի ես հարցնում։ Կատակով ասում է, լսի, մեր քաղաքում մենակ քաղաքի ցուցանակն է գրած Կալուգա, մնացածը ինչ կա Տաշիր է։ Ես հպարտության շատ մեծ զգացողություն ապրեցի այդ պահին և հասկացա, որ այդ զգացողությունը ինձ պարգևել է իմ մեծ հայրենակից Սամվել Կարապետյանը, որը իր քաղաքի, իր երկրի անունը, փառքը հանել է իր երկրի սահմաններից դուրս, տարածել է աշխարհով մեկ և դա վերածել է բարիքի ու այդ բարիքը բերել է իր հայրենիք, և վերածել է դպրոցների, մանկապարտեզների, եկեղեցիների, շեների, կիսելով այդ ամենը իր սիրելի ժողովրդի հետ։ Այո, մեր ժողովուրդը ունի զավակներ, որ կարողանում է ստեղծել բարիքներ և կիսել իր ժողովրդի հետ։ Բայց ցավոք սրտի մեր ժողովրդի շարքում գտնվել է մարդկանց փոքրիկ խմբակ, որոնք չեն կարողանում բարիք ստեղծել, որոնք չեն կարողանում ոչինչ արարել, բայց կարողանում են լափել ու թալանել ուրիշների ստեղծածը, գողանալ մեզնից ամեն ինչ, հասնելով մինչև մեր հայրենիքին, և մենք նրանց տվել ենք իրենց բնորոշումը, նրանք կոչվում են հայրենիքի գող։ Հիմա եկել է փոփոխության ժամանակը, հիմա եկել է հայրենիքի գողին, հայրենիքի զավակով փոխարինելու ժամանակը, հիմա եկել է հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի իշխանշանի ասպետ, Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ժամանակը։ Հայրենիքի գողը հեռանում է, նա հեռանում է իր հետ տանելով ավիրացություններ, 3 պատերազմներ, կորուստներ ու ողբերգություններ։ Գալիս է հայրենիքի զավակը, բերելու 300,000 աշխատատեղեր, բերելու 20,000 մատչելի բնակարաններ, 0% հարկ փոքր բիզնեսին, 150,000 դրամ ծայրահեղ աղքատներին, $1 միլիարդ զբոսաշրջության ոլորտին, 40,000 դրամ ժամկետային զինծառայողներին, բոլորին հեռանում է մշտապես խաղաղությունը մսխած և 3 պատերազմներ բերած չարագործը, գալիս է իրական խաղաղություն բերող բարեգործը։ Մենք այսօր կանգնած ենք 300,000 ադրբեջանցիների գալու և 300,000 նոր աշխատատեղերի ընտրության առաջ։ Այդ ընտրության մեջ մենք ընտրում ենք 300,000 աշխատատեղը, որը բերում է քվեաթերթիկ համար 3-ը։ Մենք այսօր կանգնած ենք 3 պատերազմների և իրական խաղաղության ընտրության առաջ, որից ընտրում ենք խաղաղությունը, որը բերելու է քվեաթերթիկ համար 3-ը։ Մենք այսօր կանգնած ենք Փաշինյան, Ալիև, Էրդողան եռագլուխ հրեշի և ազգային բարերարի ընտրության առջև։ Այդ ընտրությունը մեզ բերելու է քվեաթերթիկ համար 3-ը։ Սիրելի բանաձորցիներ, մենք այսօր իսկապես գտնվում ենք շատ յուրահատուկ քաղաքում,
յուրահատուկ ոչ միայն իր մարդկանցով, իրենց բարությամբ, աշխատասիրությամբ, ոչ միայն արդյունաբերական քաղաքի քաղաքով, այլև բացասական յուրահատկությամբ մի քաղաքով, որը բերել է այս հանցավոր ռեժիմը։ Վանաձորը Եվրոպայի խորհրդի անդամ 47 երկրների տասնյակ հազարավոր քաղաքներից միակն է, որը շուրջ 5 տարի չունի ընտրված քաղաքապետ։ Չունի, որովհետև փոքրիկ բռնապետիկը չի հաշտվում վանաձորցիների ընտրության առջև։ Վանաձորցիները 2021 թվականի դեկտեմբերի 5-ին իրենց ընտրությամբ ընտրել են իրենց քաղաքապետին, եւ այդ քաղաքապետը կանգնած է այստեղ։ Այդ քաղաքապետը իր զրկանքներով, իր կորուստներով շարունակում է պայքարել ուժեղ Վանաձորի, ուժեղ Հայաստանի համար։ Վանաձորը ունի ընտրված քաղաքապետ, եւ այդ քաղաքապետը Մամիկոն Ասլանյանն է։ Նրանք չեն հաշտվում ոչ միայն վանաձորցու ընտրության հետ, նրանք փորձում էին բանտարկել այդ ընտրությունը, նրանք փորձում էին արհամարել այդ ընտրությունը եւ ոչ միայն Վանաձորի, այդպես նրանք վարվեցին Ալավերդու հետ, Գյումրու հետ, Փարաքարի հետ, Մասիսի հետ, բայց այլևս չեն կարող, գալիս է փոփոխությունների ժամանակը, որովհետեւ Սամվել Կարապետյանը ոչ միայն բանտարկում է, ոչ թե բանտարկում է քաղաքացու խոսքն ու ընտրությունը, այլ անգամ տնային կալանքի մեջ լինելով, իր օջախի դռներն է բացել ժողովրդի առաջ, ընդունելով մարդկանց լսելու նրանց կարծիքը, իմանալու նրանց հոգսերը, որպեսզի այդ ամենը դարձնի լուսավոր ծրագրեր, ստանա ժողովրդի ուժը, այդ ծրագրերը դարձնի իրականություն, իսկ այդ իրականությունը կոչվելու է ուժեղ Հայաստան։